Ամենավատ խնդիրը, որ սկսել են էլի ծառերը կտրել Երևանի։ Շատ վատ խնդիրներից մեկը։ Նաև խոսենք ծառահատումների կամ ծառերի փոխարինման մասին, նայած որ կողմից տարբեր մեկնաբանություններ կան դրա վերաբերյալ։ Վերջին շրջանում շատ քննարկված հարցերից մեկն է, որքանով է քաղաքային իշխանությունը ճիշտ իրականացնում ծառերի փոխարինումը։ Ընդհանրապես քաղաքային իշխանությունները ծառայի եւ կանաչապատ մեր ֆոնդի հանդեպ շատ մեծ հանցագործություն անում, ոչ մի ճիշտ քայլ չի անում, բացարձակապես։ Այսօրվա պատասխանատուները պատեհապաշտ հանկարծակի մարդիկ են եւ ես հույսով եմ եւ որ մի օր արդարությունը կվերականգնի եւ մենք բոլորս ներկա կլինենք այդ մարդկանք ոնց են կանգնած դատարանի առջեւ։ Այդ բոլոր գիտնականներով, ծառ կտրողից, թույլ տվողից մինչեւ այդ հողակի ղեկավարը եւ քաղաքապետը բոլորը, եթե Երևանում կա արդարություն, բոլորը պետքա պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ իրանք արեցին շատ ստոր եւ շատ մեծ, գիտեք, հերու գնացող խնդրեմ Երևանի համար։ Հիմա ձեզ մոտ հետաքրքիր բան ասեմ, շատերը կարող մտածեն դա այդ ոնց է, ծեորը զագվռը չէ, մարդիկ շատ են խորանում, բայց օրինակ եմ բերում։ Այսօրվա ամենաակտիվ պատերազմական իրադարձությունները կատարվում են ռուս-ուկրաինական սահմանին, չէ։ Ամենաշատ մարդիկ գիտեք որից են մահանում։ Դրոններից։ Ոչ թե այդքան արտիլերիայից, ոչ թե այդքան կրակելուց իրար ինքնաձիգներից, այլ դրոններով։ Դրոնը գիտեք մի բան է փրկում, ծառը։ Այսինքն եթե մենք ելեմ ասում պատերազմող երկիր ենք, մեր ամենաուսանողական, մեր գենոֆոնդի ամենակարևոր ուսանողական թաղամասում Երևանի պետական համալսարանի մոտի ծառերը ում էին խանգարում, իսկ դա 6 ամիս պաշտպանել օրինակ, եթե լիներ որևէ հարցակում, օտեն չհասցնեն, ծառը գոնե դրոներից մեզ կպաշտպաներ, գոնե վիզուալ կպաշտպանի, հասկանում եք։ Մենակ մի օրինակ եմ բերում ձեզ։ Այս ծառը միջև չեմ քննարկում էլ ինչ են տնկի, որտեվ ծառ կարող է լավն է որոշ ծառը, բայց ասենք այս Թումանյանի վրի ես խայտարակ բաները, հուդայածառերը, ընդհանրապես սրանք պարտեզային ծառեր են։ Կամ ասենք այդ կասկադի հացենին կտրում ես, որ դնես այդ խայտարակ բանը բալի ծառի պես սակուրաները, որ ինքը առանձին կուլտուրա, ասենք դու չես կարած Ճապոնիայում գնաս տանես հայկական վերցնես ծիրանը, խցկես Տոկիոյի քաղաքը, որտեղ այնտեղ կա ռազմական մաստեր պլան, կա սիրուն խորհուրդներ, համապատասխան մասնագետներ, կան քրեական պատասխանատվություն։ Ես պրոստը տենց պարզ ասեմ, որպես երևանցի եմ ասում, ոչ թե որպես ուրբանիստ, փորձում ներվերը սանջատել, նայել, որ չընկնենք ավել քրեական պատմությունների մեջ, բայց հավատացած եղեք արդեն ստեղները սա հասե սաղի։ Ու սա մի օր շատ մեծ արձագանք է լինելու։ Իրականում արդարություն եւ այսօրվա Նիկոլ Փաշինյանի համար ամենամեծ ես Արցախի հանձնելը չեմ ասում, մնացածը սա շատ են խոսացել, պատերազմի եւ այլն քաղաքական է սա, բայց ինձ համար ամենամեծ բանը, որ կարելի էր թույլ տալ, որ Երևան քաղաքում այդ հին ծառերը, առողջ ծառերը թաքնվելով ինչ որ կասկածելի կոռուպցիոն խնդիրների մեջ եւ ոչ պրոֆեսիոնալ որոշումների մեջ, թաքնվելով ինչ որ անգրագետ մարդկանց թղթերի հիման վրա ոչնչացնեն մեր ծառերը, երբ որ մեր պապերը, երբ որ հազարավոր մարդիկ, դուք չեք պատկերացնում ինչ դժվարության բերել են այդ ծառը, ինչ դժվարության բերել են ադապտացել են, տնկել են, ջրել են, փայփայել են, որ հանկարծակի ինչ որ մեկը կամ ինչ որ երկուսը կամ 3-ը, որ իրանց լավ զգան, իրան շեֆի մոտ կամ ստի չգիտեմ ինչի համար, ոչնչացրեցին այդ ծառերը։ Հիմա նույն տրամաբանությամբ, այս ինչ ծառը կդել են, նայեք նույն թեղին է, նույն ակացիան է, նույն հացին, սա կարային կտրեն։ Հասկանում եք, իրանք որոշեն, ասենք թաքնվում են այդ բառերի հետևից կենսունակության կորուստ, այս բառը ընդհանրապես չկա, նորի մատ շատ լավ տղա ասեց։ Թաքնվում են տձև ծառ, թաքնվում են, չգիտեմ, ռեզիստոգրաֆ այդ բառերի հետևից։ Սարքում է, պետք է հիմա բերեն, սա նույն ձև էլի կտրում են, էլի։ Հասկանում եք։ Այն դեպքում, որ Երևան քաղաքը սկսած, գիտեք, այն հեկտարներով տեղ կարան անտարախբեր, այդքան փող ունեք, այդքան ռեսուրս ունեք, գնացեք այդ նորերը վերականգնեք։ Նորքի անտառներից սկսած, էլ մնացը Սարալանջը, մի մասը Սարալանջի այդ մանումենտի հատվածը չեն կարողանում անել, հասկանում եք։ 8 տարի դա չեն կարողանում անել, մարդկանց մենք ոնց վստահ ենք, չեմ ասում հազարավոր դատարկ սաղ Երևանով բնաբաժակներ կային։ Հիմա ինչքան տնկել են այս քանի տարվա մեջ, այդքան է դատարկ բնաբաժակ տնկեն, հլելի այդքան տեղ կմնա։ Բայց չէ, պետք է կենտրոնում ցույց տան, կանգնեն, նկարեն, խոսան, ինչ որ չգիտեմ, այդ մարդիկ կոմպլեքսներ ունեն, թե ինչ ունեն, բայց շուտով կարծում եմ մի քանի ամիս հետո այդ բոլորը կպարզվի։